Ամեն տարի մարտի 1-ից Վալենսիա նահանգը սկսում է իր ֆայանների տոնը։ Ֆայա հին վալենսիաներենով նշանակում է կրակե ջահ։ 1740-ականներից Իսպանիայի Վալենսիա նահանգի փայտագործները սկիզբ դրեցին մի սիրուն սովորույթի՝ փայտի ավելորդ կտորներից պատրաստել տիկնիկներ և մարտի 19-ին փայտագործների հովանավոր Հիսուս Քրիստոսի հայր Սուրբ Հովսեփի օրվա երեկոյան վառել դրանք։ Սովորույթը աստիճանաբար վերածվեց մի մեծ տոնի, իսկ փոքրիկ տիկնիկները մեծ բարդ կառուցվածքով ֆայաների։ Սա ֆայաների տիկնիկների թանգարանն է։ Այստեղ ներկայացվում են մինչև ֆայաների սկսելը մասնակից տիկնիկներին, իսկ վերջում այս թանգարան են վերադառնում նաև հաղթած արձանախմբերից յուրաքանչյուրից մեկ տիկնիկ, որպես թանգարանային նմուշ։ Արձանախմբերը տեղադրվում են ամսի 15-ին և 16-ին, երբ արդեն գործը ավարտված է, հատուկ ժյուրին պտտվում է և հանձնում է մրցանակները։ Վալենսիայում այս տարի, ինչպես նաև նախորդ տարիներին, տեղադրված է շուրջ 800 արձանախումբ, 400-ը մանկական, 400-ը մեծերի։ Ֆայաները սկսվում են փետրվարի վերջին կիրակի օրը, ավելի շուտ լուսաբացին։ Քաղաքի ու գյուղերի համար այս փոքրիկ անվնաս պայթուցիկներով ու երաժշտությամբ ձևավորված մի ուրախ շքերթով կոչվում է արթնացիր։ Նույն օրը երեկոյան մեկ այլ միջոցառում է՝ Լա Կրիդա։ Վալենսիայի քաղաքապետը քաղաքի բանալիներն է հանձնում գլխավոր ֆայերային։ Նա էլ հրավիրում է ողջ աշխարհին մասնակցելու և իրենց հետ տոնելու ֆայաները։ Մարտի 1-ից մինչև 19-ը ամեն օր ցերեկը ժամը 2-ին քաղաքի գլխավոր հրապարակում մասկլետա է։ Դա պայթուցիկներով ստեղծված երաժշտական ու գունային կոմպոզիցիա է, որ սկսվում է հանգիստ և ավարտվում է մի մեծ հրավառությամբ։ Տարբեր թեմատիկայի այս արձանախմբերը տեղադրվում են Վալենսիա նահանգի ողջ տարածքում, բոլոր գյուղերում ու քաղաքներում, բոլոր անկյուններում։ Տոնակատարությունները կազմակերպում են ֆայաների տները, կասալները։ Ֆայաների տոնակատարությունների ժամանակ այսպիսի կրպակներ ամենուր են հենց փողոցում, պատրաստում են բունյոլներ և չուրրոս, երկուսն էլ տիպիկ ուտելիք են Վալենսիա նահանգի համար և հատկապես ֆայաների ընթացքում։ Մարտի 17-ին մինչև կեսգիշեր Վալենսիայի բոլոր ֆայերաները
պետք է ծաղիկներ բերեն, որպիսի ծաղկե վերնազգեստ հագցնեն Վալենսիայի հովանավոր Սուրբ Մարիամ Աստվածածնին։ Չանհանգստանաք, տոների ավարտից հետո նրան չեն վառում, այս վերնազգեստը ապա մոնտաժում են։ Del cul la manta al cor i el cabasset on anirem al postiguet la manta al cor i el cabasset on anirem al postiguet Երեք շաբաթների ընթացքում ողջ քաղաքը վառ լուսավորված է, աղմուկը մեծ է, բար ու ռեստորան բոլորը բաց են, մարդիկ դրսում են։ Վալենսիայում գիշերները վերածվում են ցերեկի։ Եվ այսպես ուրախ զվարթ անցկացրած 3 շաբաթներից հետո Վալենսիան մոտենում է մարտի 19-ին արձանախմբերը վառելու օրվան։ Այն սկսվում է երեկոյան ժամը 8-ին, նախ այրում են քաղաքի տարբեր հատվածներում տեղակայված արձանախմբերը, սկզբում փոքրերինը, հետո մեծերինը, իսկ հետո արդեն ամենավերջում քաղաքապետարանի մոտ տեղակայվածը, այսինքն քաղաքի գլխավոր հրապարակի ֆայաները։ Ֆայաներն ավարտվում են մեծ հրավառությամբ, հետո ողջ գիշեր մաքրում են փողոցները և հաջորդ առավոտյան Վալենսիան արթնանում է այնպես, կարծես ոչինչ էլ չի եղել, մինչև հաջորդ տարի։